Ինչ է իրենից ներկայացնում մանկական գինեկոլոգիան։ Մանկական գինեկոլոգիան ուսումնասիրում է 0-ից 18 տարեկան աղջիկների սեռական առողջությունը։ Ինչի վրա ուշադրություն դարձնեն աղջիկների ծնողները, որ բերեն ձեր մոտ։ Եթե 13 տարեկան օրիորդի մոտ երբևէ դաշտանային ցիկլ չի եղել, դա արդեն իսկ որոշակի, այսպես ահազանգ իրենից ներկայացնում։ Ինչքան հաճախ եք նկատում IMH-ի ցածր քանակ։ Շատ հաճախ են լինում դաշտանային ցիկլի հետ կապված տարբեր խնդիրներ, որոնք ուղեկցվում են նաև ձվանային պաշարների հուծմամբ։ Որ պարագայում եք ուղարկում կարիոտիպավորման։ Եթե ունենում ենք արգանդի ձվանների բացակայություն, միանշանակ ուղղորդում ենք։ Տարիների փորձի ընթացքում նկատում եք տարբերություն։ Ի ուրախություն մեզ, այո, բավականին մեծացել է դիմելույությունը եւ մի շարք խնդիրների առաջացումը հնարավոր է կանխել հենց ժամանակին ու ճիշտ բուժումներ իրականացնելով։ Բարև ձեզ։ Ձեզ հետ են կրկին Լիդան եւ Նինան։ Մենք գտնվում ենք Embryo-Guide YouTube-յան հարթակում։ Այսօրվա մեր հյուրն է Աստղիկ բժշկական կենտրոնի մանկական գինեկոլոգ, մանկաբարձ գինեկոլոգ Լիանա Ռաֆիկովնան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ դուք։ Շնորհակալություն, շատ լավ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը չմեժեցիք եւ եկաք։ Այսօր շատ հետաքրքիր թեմաներ ենք քննարկելու։ Առաջերտին հետաքրքրում է ինչ իրենից ներկայացնում մանկական գինեկոլոգիան, ինչ խնդիրներով են ձեզ դիմում բուժառուները եւ ինչի վրա է կարևոր ուշադրություն դարձնել։ Շնորհակալ եմ հրավերի համար, նաև ուրախ եմ, որ մանկական գինեկոլոգիան առհասարակ մանկական գինեկոլոգիա մասնագիտությունը ներկայումս բավականին մեծ այսպես հետաքրքրություն իրենից ներկայացնում, քանի որ կարելի ասել հենց աղջիկ երեխաների ճիշտ առողջության կազմակերպումից եւ հիգիենայի կազմակերպումից, ինչու՞ չէ նաև սկսվում է հենց որպես այդպիսին լիարժեք առողջ օրիորդ, իսկ անհետև նաև կյանք են մտնում ու դառնում հասուն, գրագետ եւ առողջ կանայք։ Մանկական գինեկոլոգիան ուսումնասիրում է 0-ից 18 տարեկան աղջիկների սեռական առողջությունը, դաշտանային ցիկլի հետ կապված տարաբնույթ խնդիրներ, զբաղվում է նաև ինտիմ հիգիենայի հարցերով, արտաքին սեռական օրգանների եւ ներքին սեռական օրգանների հետ կապված խնդիրների ու նաև կանխարգելիչ հետազոտության հարցերով, ասպեկտներով եւ առհասարակ նաև հետագա հսկողությամբ ու բուժումներով։ Լավ, շատ բարի։ Միջի գնանք դեպի վերարտադրողական բժշկություն, այդ դրաս աղջիկների մոտ ես գիտեմ, ձեզ շատ են դիմում։ Ինչքան հաճախ եք նկատում IMH-ի ցածր քանակ, վաղաժամ, ձվարանների ֆունկցիայի հետ կապված խանգարումներ, դաշտանային ցիկլի խանգարումներ։ Բավականին տարածված է ներկայումս դաշտանային ցիկլի հետ կապված տարբեր խանգարումները։ Այստեղ շատ կարևորում են, որ այո, նորմալ է, եթե առաջին 2 տարվա ընթացքում առաջին դաշտանից հետո դաշտանային ցիկլը լինի անկանոն, բայց այստեղ շատ կարևոր է ժամանակին դիմել մասնագետի, լիարժեք հետազոտվել, վստահ լինել, որ չունեն որևէ առողջական խնդիրներ, հորմոնալ շեղումներ ու այնուհետև հանգիստ սպասել 2 տարին։ Շատ սխալ է այն կարծիքը, եթե առաջին դաշտանը գրանցվելու ու դրանից հետո 1-1.5 տարի դաշտանը բացակայել է առհասարակ կամ ունենք անկանոն դաշտանային ցիկլեր, ուրեմն հանգիստ կարող ենք սպասել։ Էլի սպասենք, բայց միայն լիարժեք հետազոտվելուց ու վստահ լինելուց հետո, երբ որ որևէ խնդիր չի հայտնաբերում, քանի որ վաղախտորոշումը նաև լիարժեք բուժման կարևորագույն գրավականն է հանդիսանում։ Առհասարակ մանկական եւ դեռահասների գինեկոլոգիան մի քիչ սպეციფიկ մասնագիտություն է, նաեւ մասնագետներն են սպეციფიկ, քանի որ գործ ունենք ոչ միայն հիվանդի հետ, այլ նաեւ պացիենտի, հարազատների եւ ծնողների հետ, այնպես որ որոշակի նաեւ պետք է հոգեբան լինել, ճիշտ ձևով ներկայացնել մանկական գինեկոլոգիական խնդիրները, այնպես անել, որ խնդրից չվախենան, այլ խնդրին բախվելու հետ ժամանակին դիմել մասնագետի ու ճիշտ ու լիարժեք բուժում ստանալ, նախ հետազոտվել, այնուհետև նոր բուժում ստանալ։ Որպես այդպիսին նաև շատ հաճախ են լինում դաշտանային ցիկլի հետ կապված տարբեր խնդիրներ, որոնք ուղեկցվում են նաև ձվանային պաշարների հուծման, որոնք որ բերում են վաղաժամ ձվանային հյուսվածքի, այսպես ասած, ոչնչացման ու այստեղ շատ կարևոր է մայրիկի հենց դերակատարումը, որովհետև մայրիկն է, որ պետք է նկատի դեռահասի մոտ առողջական խնդիրները ու կարողանա ճիշտ մոտեցում ցուցաբերի, չվախեցնելով երեխային, այլ հանգիստ բացատրելով, որ այցերը կարևոր են եւ այցերը անհրաժեշտ են ու ինչպես ենք այցելում ատամնաբուժի, ակնաբուժի, մանկաբուժի նմանատիպ այցեր նաև պետք է կազմակերպվեն հենց գինեկոլոգի կողմից։ Այստեղ ավելացնեմ, որ մանկական գինեկոլոգի չպետք է դիմել միմիայն տարբեր խնդիրների դեպքում, այլ առհասարակ առաջին դաշտանային ցիկլը, այո, ճիշտ բացատրելու կամ երբեմն ունենք օրիորդներ, որոնք շատ ծանր են տանում եւ դաշտանային ցիկլի հետ կապված թեկուզ հենց արյունը նկատելով արդեն վախեր են առաջանում կամ սեռական հասունացումը, երբ սկսվում է կրծքագեղձերի ցալքի անոթափոսերի, կրծքագեղձերի մեծացումը ցալքի անոթափոսերի
ուղիղ մազակալումը միանգամից այսպես խոճապի են մատնվում, պետք չի խոճապի մատնվել, այլ պետք է ճիշտ ու գրագետ ներկայացնել, լինել խորհրդատու աղջիկներին ու ճիշտ մոտեցում ցուցաբերել, որ երեխան էլ որևէ այսպես կասկած չունենա, որևէ վախեր չունենա ու ճիշտ ձևով մտնի դեռահասության շրջան ու այնուհետև նաև առողջ կյանք։ Մի հարց առաջացավ, դուք սկսեցիք, ես էլ միան շարունակեմ, այդ տարիների փորձի ընթացքում նկատում եք տարբերություն ծնողների վերաբերմունքը, այսինքն ավելի հաճախ են սկսել դիմել ձեզ, ավելի ոչ կոմպլեքսավորված են դարել, որովհետև ինձ թվում է փոխվում է ժամանակաշրջանը, մարդիկ ավելի ուշադիր են դառնում, այսինքն չեն կոմպլեքսավորվում նման հարցով դիմելու ձեզ։ Միանշանակ այո, երբ որ ես նոր էի սկսել աշխատել, եթե երկու ծանոթներ իրար հանդիպում էին, մշտապես խնդրում էին, որ չբարձրաձայնեն, որ աղջկա համար են դիմել, այլ ասում են, ասեք, որ ծնողի համար է այդ մանկական գինեկոլոգին ծնողի համար է դիմել։ Ինքս նաև մանկաբարձ գինեկոլոգ եմ, այդ առումով իրենց հեշտ էր լինում, նաև այսպես ինչ որ քողարկել իրենց խնդիրը, բայց հիմա այդպես չի, հիմա արդեն նաև մեկը մյուսին խորհուրդ է տալիս, ընկերուհիներով խոսում են, իրազեկում են խնդրի մասին, նաև շատ մեծ է համացանցի դերը, քանի որ հնարավորություն կա ինքնակրթվելու, ինքնազարգանալու ու նաև այդ բարդություններից ու կոմպլեքսներից բավականին արդեն մարդիկ, այսպես ասած, հրաժարվում են։ Իհարկե, տարբեր մտածելակերպի մարդիկ կան, բայց ի ուրախություն մեզ, այո, բավականին մեծացել է դիմելույությունը, նույնիսկ փոքրիկ խնդրի դեպքում շատ մարդիկ արդեն ինքնուրույն դիմում են, իսկ այն ժամանակ տարբեր բուժական, տնական, ինչ-որ ավանդական բուժումներ էին անում, ինչ-որ ինքնաբուժություններ էին կազմակերպում ու նոր դիմում էին մանկական գինեկոլոգին։ Բոլորովին վերջերս երևի 3 կամ 3 չի առաջ օրը մի պացիենտ ունեի, ով ասում էր, որ իր մայրիկը դժվարությամբ է տարել իրեն բժշկի ու մշտապես ինքը կոմպլեքս է ունեցել գինեկոլոգի այցելելուց ու ասում էր, ես յուրաքանչյուր տարի իմ աղջկան բերում եմ ու ինքը այսպես կարելի ասել 10 տարի շարունակ տարին 1-2 անգամ այցելում է երեխայի հետ ու ասում էր, ուզում եմ, որ ինքը լիարժեք ձևավորվի ու հետագայում որևէ կոմպլեքս չունենա այցելելու մանկական ու դեռահասների գինեկոլոգի։ Իրականում այսպես ես էլ եմ ուրախանում այդպիսի փաստերից, ժամանակին մարդիկ իրար որևէ ձևի ոչ մի ձևով չէին իրազեկում, բայց հենց հեռախոսով որ խոսում էի Լիդայի հետ, այդպիսի մի օրինակ էլ բերեցի, որ մարդիկ նույնիսկ իրենց խնդիրը, որ բավականին այսպես լուրջ է, կարող եմ ասել, կամ ինչ որ ձևով չէին սրանից 10-20 տարի առաջ միգուցե չլուսաբանեին, հիմա ավելի գիտակից են, ավելի շատ են ուզում օգնեն շրջապատին ու դրա միջոցով նաև կանխում են շրջապատի շատ խնդիրների առաջացումը, քանի որ ինչպես բոլորս գիտենք, եթե ժամանակին նույն վաղաժամ հյուծման համախտանիշները հնարավոր լինի բացահայտել, այս դեպքում հնարավոր է նաև սառեցնել էմբրիո։ Այ ես դրան էի տանում, հաճախ են հանդիպում նման պացիենտներ եւ ինչ ընթացակարգի են դիմում։ Ես կարող եմ իմ փորձով ասել, որ տարվա ընթացքում 3-4 այդպիսի պացիենտ եմ ունենում, բայց իհարկե ես միայն ես չեմ աշխատում մանկական ու դեռահասների գինեկոլոգ, բնականաբար ես իմ պարագայում, այո, 3-4 այդպիսի պացիենտներ եմ ունենում, ովքեր ունենում են վաղաժամ հյուծման համախտանիշ ձվանների հյուսվածքի կամ տարբեր խնդիրներ են առաջանում ձվանային հյուսվածքի, որոնք որ բերում են ձվաբջիջների ամբողջությամբ ոչնչացման, եւ հիմա մարդիկ արդեն ինքնագիտակցորեն գիտակցում են, որ կարելի է հենց ձվաբջիջները սառեցնել ու հետագայում իրենց երեխան չունենա առողջ եւ լիարժեք մայրանալու, այսպես ասած, ինչ որ հնարավորություն ունենա ամեն դեպքում անհնարին չդառնա այդ փաստը։ Գենետիկորեն իր երեխան լինի։ Շատ ուրախ եմ, որ հիմա արդեն հասել ենք դրան, որովհետեւ վստահ եմ, որ մի քանի տարի առաջ չէինք կարողանա ուղղորդել ու սառեցնեին։ Միանշանակ այստեղ նաև հենց դա ավելացնեմ, որ մեկը մյուսով այսպես հաղորդակցվելով իրար հետ այնպես չի, որ ես նկատում եմ այդ տենդենսը, որ չեն խուսափում հարցեր իրար մեջ քննարկելուց, հետո չեն ասում, եթե իմ մոտ այսպիսի խնդիր է եղել, ուրեմն չօգնեմ մյուս ընկերուհուս կամ բան, եւ դա միանշանակ իհարկե ավելի նպաստ է գործում տվյալ երեխային, տվյալ անհատին, քանի որ հետագայում կարող են մի շարք խնդիրներից խուսափել։ Լավ, դա եթե ծնողները տեղեկացված են, կան ծնողներ, որոնք որ քիչ տեղեկացված են։ Կարելի է հարցնել, ինչի վրա ուշադրություն դարձնեն աղջիկների ծնողները, որ բերեն ձեր մոտ։ Այստեղ այո, շատ կարևոր հարցերից մեկը նորից տվեցիք, առհասարակ դաշտանային ցիկլի բացակայությունը համարվում է 16 տարեկանից հետո, եթե օրիորդի մոտ երբևէ չի գրանցվել դաշտան, այս պարագայում մենք խոսում առաջնային ամենօրյայի մասին, բայց այստեղ կուզենամ մի քիչ ճակերտները բացենք ու ասեմ, որ ներկայումս եթե 13 տարեկան օրիորդի մոտ երբևէ դաշտանային ցիկլ չի եղել, դա արդեն իսկ որոշակի, այսպես ահազանգ իրենից ներկայացնում, որ ընտանիքի որևէ անդամ երեխայի հետ այցելի թեկուզ
ջրամասային պոլիկլինիկա մի սոնոգրաֆիա իրականացնի ու սոնոգրաֆիայի արդյունքում պարզ լինի ունենք լիարժեք գործող ձևավորված ձվաներ եւ արգանդ ու այնուհետեւ նոր հանգիստ պասեն ոչ ոք չի ասում որ լրացուցիչ ինչ որ բավականին մեծ հետազոտություններ պետք է արվի կամ ինչ որ մի բան այլ ճիշտ կլինի ժամանակին գոնե տեսնել արգան ձվաները ինչպիսի վիճակում են գտնվում ու այնուհետեւ նոր սպասողական տակտիկա ունենան այստեղ շատ կարեւոր է նաեւ մեկ ուրիշ փաստ եթե օրիորդը կանոնավոր տեսնում է դաշտան օրինակ դաշտանային ցիկլը գրանցվել է 1 տարի առաջ ու 1 տարի շարունակ տեսել է դաշտան վերջին 3 ամսում արդեն անկանոնություն ունեն կամ 6 ամիսներին այս դեպքում էլ պետք չի ուղղակի սպասել ու մտածել որ առաջին 2 տարվա ընթացքում կկանոնավորվի դաշտանային ցիկլը ավելի ճիշտ կլինի դիմել մասնագետի մի հատ հասկանալ ինչով է պայմանավորված որ դաշտանի ուշացումներ ունեն կամ դաշտանային ցիկլի անկանոնություններ ու նոր հանգիստ սպասել որ պարագայում եք ուղարկում կարիոտիպավորման։ Նորից կարևորագույն հարցերից մեկը տվեցի, կարիոտիպավորումը, այսպես ապացուցահեն բժշկության մեջ հստակ օրինաչափություն կա, եթե օրիորդը դիմել է գինեկոլոգի եւ չունեն գեկորթային սեռական հատկանիշներ կամ ունեն գեկորթային սեռական հատկանիշներ, բայց չունենք դաշտան, այս պարագայում կատարվում է լիարժեք գինեկոլոգիական զննում, անպայման պետք է նայվի արտաքին սեռական օրգանները, ստուգվի հեշտոցի արկայությունը կամ բացակայությունը, արկայության դեպքում հեշտոցի երկարությունը, այնուհետև փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա պետք է կատարել, սոնոգրաֆիկ հետազոտման արդյունքներից կախված արդեն նոր հաջորդ հետազոտման տակտիկան է որոշվում եւ եթե ունենում ենք արգանդի ձվաների բացակայություն, միանշանակ ուղղորդում ենք բոլորին կարիոտիպավորման եւ այսպես քրոմոսոմային հավաքակազմի ճիշտ որոշման, շատ հաճախ է լինում, որ ունենում ենք 40 շատ հաճախ չասեմ տարվա ընթացքում 4-5 այդպիսի պացիենտ ենք ունենում, որ բավականին հաճախ է մեր պոպուլյացիայի այո, իհարկե բավականին հաճախ, որ արկա է լինում 45 X0 հավաքակազմը, այստեղ շատ կարևոր է նաև առհասարակ օրիորդի հասակը, եթե մայրը տեսնում է, որ որոշակի զարգացվածություն ունենք ու հասնում ենք մի մակարդակի, որ ինքը սկսում է բավականին հետ ընկնել հասակով, երեխան հասակով հետ ընկնում իր հասակակիցներից, ուրեմն դա արդեն իսկ ամենաառաջին ահազանգն է, որպեսզի դիմեն տեղամաս, անպայման հասակի չափում իրականացվի ու հետևեն տեսնեն ինչով է պայմանավորված հասակի հետ մնալը իր հասակակիցների համեմատ։ Սա առաջին ահազանգն է, որտեղ աճի հորմոնի եւ առհասարակ գինեկոլոգիական խնդիրների հետ կապը միանշանակ բավականին մեծ է ու պետք է հասկանալ հաջորդիվ ինչպիսի հետազոտություն են անհրաժեշտ անել։ Այստեղ չեմ ուզում վախեցնել իմ ասածով ծնողներին, այլ ուզում եմ որոշակի իրենք իրազեկված լինեն, լրացուցիչ մեկ այցի իրենց չի խանգարի, բայց ժամանակին չայցելելը հետագայում կարող է հասակի վրա բավականին այսպես անդառնալի փոփոխության բերի, այսինքն երբ որ այդ նույն բանը իրականացվի 18 տարեկանում կամ 20 տարեկանում, այս դեպքում արդեն բնականաբար հասակի բարձրությունն այսպես ասած հնարավոր չի իրականացնել, իսկ եթե 13, 14, 15 տարեկանում տեսնում են, որ հետ է ընկնում երեխան եւ աճով եւ հասակով, այս բaragայում որոշակի արդեն հնարավոր կլինի խթանել կամ կարգավորել կորեկցիայի ենթարկել հենց հասակը։ Երբ ձեր բժշկական պրակտիկա ֆենոտիպորեն աղջիկ 46XY հանդիպել եք, ճիշտ ասած ես չեմ հանդիպել, բայց տեսել հնարավոր։ Իհարկե միանշանակ հնարավոր է, ուստի ինչպես արդեն ասեցի, ճիշտ կլինի ժամանակին դիմել մասնագետի, հետազոտվել ու լիարժեք առողջ լինել։ Հետազոտությունները թեկուզ ճիշտ հիգիենայի կազմակերպում, անհատական հիգիենայի մասին է խոսքը։ Ճիշտ ներքնաշորերի ընտրությունը, միջադիրների ընտրությունը, դրանք էլ են համարվում ներկայումս բավականին արդիական, քանի որ ճիշտ ընտրության միջոցով հնարավոր է տարբեր սնկային հիվանդությունների բորբոքային պրոցեսների կանխում, հնարավոր է հետո նաև քրոնիկ արգանդի լորձաթանթի բորբոքային պրոցեսների կանխում, որով հետագայում բնականաբար մենք օժանդակում ենք առողջ մանկածնման, այսպես ասած, ֆունկցիայի լիարժեք ձևավորմանը։ Լավ, ես մի փոքր գնամ իմ սիրած դեպի հարցերին, բոլոր հարցերը տվեցի, բայց ես հավեսի ընկա։ Ես զգացի։ Ես երբ որ Մոսկվայում էի, դուք եկել եք վերապատրաստման Կուլակովայում, դեպի օպերատիվ գինեկոլոգիա, իհարկե մանկական, ու հիշում եմ, որ հիստերոսկոպիաներ, հիստերոզեպտոսկոպիաներ, հա։ Դե ես որպես մանկաբարձ գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ ինքս գիտեմ, բայց ուզում եմ մի քիչ պարզաբանենք, լուսաբանենք մանկական գինեկոլոգիայում առանց կուսաթաղանթի հատման իրականացման այդ վիրահատությունները, անգամ քերումներ են իրականացվում
զարգացնում։ Ես գիտեմ, որ դուք ինքներդ դա անում եք, ինչպես եք դա անում, եւ հետագա մի հատ հետաքրքիր հարց կա, դա էլ ես կուղեմ։ Նորից բավականին կարևոր հարցերից մեկը տվեցիք, առհասարակ դիմելով մանկական ու դեռահասների գինեկոլոգի տարբեր խնդիրների դեպքում Հայաստանում շատ արդիական է կուսաթաղանթի չվնասել ասվածը։ Բոլորը մոռանում են երեխայի առողջական վիճակի մասին ու կենտրոնանում են, որ հանկարծ չվնասվի կուսաթաղանթը։ Եկեք երևի սկզբից սկսենք, թե որ դեպքերում է, ինչպիսի ցուցումների դեպքում է իրականացում հիստերոսկոպիա եւ նաեւ վագինոսկոպիա եւ ոնց է արվում, որ չի վնասվում կուսաթաղանթը։ Առհասարակ վագինոսկոպիա օրիորդներին կատարում է պարբերաբար, հաշվի առնելով մի շարք գանգատներ, ինչպիսիք են կրկնվող հեշտոցաբորբերը, որոնք կարող են ուղեկցվել կամ որոնց հիմնական գանգատը կարող է հանդիսանալ տարբեր բնույթի արտադրությունը հեշտոցից, ինչպիսիք են շագանակագույն, դեղնականաչավուն, հոտով, այսպես թարախանման արտադրությունները։ Եթե ունենք տարվա ընթացքում 3-ից 4 անգամ կրկնություն, այս դեպքում արդեն գնում ենք ախտորոշիչ վագինոսկոպիայի։ Ասեմ, որ հատուկ այդպես լուծիչներ գոյություն ունեն, որոնց միջոցով հնարավոր է որոշակի լայնացնել կուսաթաղանթը եւ առանց կուսաթաղանթի անցքի որևէ խնդրի իրականացնել այս բոլոր հետազոտությունները։ Վագինոսկոպիան ցուցված է նաեւ օտար մարմինների դեպքում, ցուցված է նաեւ արգանդի վզիկի, հեշտոցի պոլիպների եւ ծնվող եւ չծնվող պոլիպների դեպքում, արյունային արտադրության դեպքում հեշտոցի եւ նաեւ արգանդի լորձաթաղանթի հետ կապված խնդիրների դեպքում արդեն կատարում ենք հիստերոսկոպիա։ Հիստերոսկոպիան հատուկ հետազոտություն է, որը որ նորից երբևէ չի իրականացվում, կուսաթաղանթի պատրում տեղի չի ունենում եւ նորից կուսաթաղանթի անցքի լայնացումով հնարավոր է լինում իրականացնել արգանդի խոռոչի, ախտորոշիչ եւ բուժական քերուկ։ Քերուկը իրականացվում է մի շարք խնդիրների դեպքում, ինչպիսիք են օրինակ արգանդային անոմալ արյունահոսությունները դեռահասների մոտ, եթե ունենք հեմոգլոբինի շատ ցածր մակարդակ ու այս պարագայում արդեն այլընտրանքային, այսպես այլընտրանք չունենք, միակ ընտրությունը լինում է հնարավորինս արագ վիրահատական ճանապարհով արգանդի խոռոչի կյուրետաժը եւ որի արդյունքում հնարավոր է լինում արդեն կդադարեցնել արյունահոսությունը։ Ես ճիշտ ասած մի փոքր դա բարդ եմ պատկերացնում, որովհետև ինքս միշտ հայրենների օգնությամբ եմ արել։ Հիստերոսկոպիան ընդհանրապես մի անգամ դիագնոստիկ օֆիսնի ստացվել է նայել, բայց նենց առանց հայլու դնելու քերումը Բայց հայլիներով է իրականացվում, կան հատուկ մանկաբարձական մանկական հայլիներ, իրենք ավելի փոքր են չափսերով, ամեն տարիքին համապատասխան ունենք, հենց այդ ճանապարհով էլ իրականացվում է հիստերոսկոպիան։ Հայլիներ պարտադիր դրվում է, որպեսզի ամբողջ նաև հնարավոր լինի տեսնել հեշտոցի ամբողջ պատերը, արգանդի վզիկի հեշտոցային հատվածը ու նոր այնուհետև կատարում է արդեն այդ մնացածը չասեմ, մի քիչ ավելի խիստ մասնագիտական կստացվի մեր պարագայում։ Ես մի օր կուզենամ կամ տեսնեմ։ Միանշանակ սիրով։ Իրականում իմ ծանոթների մեջ կա մի լավ աղջիկ, որը որ ձեզ էր դիմել բժշկական օգնության համար, ուներ ԻՑՆ խնդիր, այսինքն արգանդի բացակայություն, հիմա գույություն ապալանավորում փոխնակ մամայի միջոցով։ Մի քիչ ճակերտներ չեմ ուզում բացել, դուք պատմեք, թե ինչպես եք հասել իր կլինիկական դեպքում հաջողության, որովհետև շատ բժիշկներ ասել են, որ դու չես կարող ամուսնանալ, դու հեշտոցամուտք չունես եւ այլն, եւ նա վախեցած եկել դիմել է ձեզ։ Դեպքը բավականին հետաքրքիր է ու վաղուց է, 2-3 եթե ոչ ավել, դուք երևի ավելի լավ կհիշեք, քանի տարվա պատմություն ունի։ Օրիորդը, ով բազմիցս դիմել է տարբեր մասնագետների դաշտանային ցիկլի բացակայության կապակցությամբ, մշտապես ասվել է, որ ամեն ինչ նորմալ է, սպասիկ կլինի ու արդյունքում ինքը մի օր պլանավորել է ամուսնություն դաշտանային ցիկլի բացակայության պայմաններում։ Այնուհետև, երբ ամուսնացել են, տեսել են, որ հնարավոր չէ սեռական կյանքով ապրել, քանի որ հեշտոցամուտքը բացակայում է, հեշտոցը բացակայում է, դիմել են ուրոլոգների եւ ուրոլոգներն են արդեն խորհուրդ տվել, որ դիմեն մանկական գինեկոլոգի։ Երբ դիմեցին ինձ, զնման ժամանակ պարզվեց, որ արտաքին սեռական օրգանները լիարժեք ձևավորված էին, բայց բացակայում էր կուսաթաղանթը եւ այնուհետեւ կուսաթաղանթից հետո արդեն նաեւ չունեինք հեշտոց։ Ստեղծել ենք հեշտոց արհեստական ճանապարհով, կոնսերվատիվ եղանակով, կոլպելոնգատրով եւ արդյունքում կինը երջանիկ է, ապրում է կանոնավոր սեռական կյանքով եւ ունեն նաեւ զիգոտա, այսպես ասած, էմբրիոն ունեն որոշակի սառեցված, այո, հիմա սպասում են փոխնակ մայրիկի, իրենց հետ նաև, չգիտեմ, իմաստ ունի բացել այդքան ճակերտները, որ դժբախտ պատահեր տեղի ունեցել, դրա համար մի փոխնակ մայրիկ այդպես։ Հա, չստացվեց, հա։
Դժվար էր, բայց հիմա ամեն ինչ լավ ընթացքային է։ Հիմա սպասում Փոխնակ մայրիկին սպասում եմ, որպեսզի արդեն իրականացնեն տեղադրումը, ֆունկցիաները Ուզորից պատահաբար պարզվեց, որ Հա։ ձեր ծանոթն է, այսպես։ Շատ հետաքրքիր էր ու շատ լավ աղջիկի, ամենակարևորը, որ ես ինչ եմ նկատում, բուժառուները ցանկանում են թաքցնել հատկապես նմանատիպ խնդիրները, բայց ինքը շատ ուժեղ աղջիկ է ու բաց խոսում այդ խնդրի մասին, լուսաբանում եւ ասում եմ, որ ինչ կարևոր է ճիշտ մասնագետի հանդիպելը, այդ փոխկապակցված ամեն ինչը ես իրականում հիացած էի ու շատ կուզենամ, որ մեր հայ իրականության մեջ արդեն հասկանամ, որ խնդիրը, այսինքն մարդ մեղավոր չի, որ ունի ինչ որ գենետիկ հիվանդություն կամ ինչ որ պաթոլոգիա, ոչ մեկ դա չի ընտրում եւ կարելի է լուսաբանել, որպեսզի բոլորը իմանան ու ճիշտ բժշկին դիմեն, ճիշտ բժշկական օգնություն ստանան։ Ես այստեղ մի բան ավելացնեմ, իհարկե, եթե կարելի է, իմ համար շատ կարևոր է, որ հոգեբանորեն իրենք շատ իրենց հանգիստ, լիարժեք ու կայացած կան, քանի որ միանգամից, հատկապես եթե խոսքը վերաբերում է արդեն 16, 18, 20 տարեկան օրիորդներին, երբ իրենք լսում են, որ չունեն հեշտոց, չունեն արգանդ, չունեն ձվարաններ, կամ կարիոտիպը 46XX-ի փոխարեն 45X0 է, այս պարագայում կարևորը ճիշտ հոգեբանական աջակցությունն է, որտեվ միանգամից, այսպես կարելի ասել, աշխարհը փուլ է գալիս, ժողովրդի լեզվով ասված, ու կարևոր է, որ իրենք ճիշտ մտնեն կյանք ու որևէ թերարժեքություն իրենք չունենան, նույնը նաև տվյալ պացիենտի դեպքում է իրականացվել ու ամեն օր ինքը արտաքնապես էլ բավականին գեղեցիկ, այսպես շատ նուրբ ու լավ աղջիկ է։ Ես ամեն այցի ժամանակ դա բավական ամիսների ընթացքում է իրականացվել այդ միջամտությունները, սկզբից մի քանի րոպե, այնուհետև մոտավորապես կես ժամ, հետո օրական 1 ժամ, այսպես մենք իրար հետ անց էինք ասում այդ մի սեանսը այդքան էր տևում ու յուրաքանչյուր օր ես իրեն ասում եի, որ դու լիարժեք ես, որ քո մոտ ամեն ինչ լավ է, որ կան լիքը մարդիկ, ովքեր ունեն լիարժեք արգան ձվաներ, բայց հղություն չի դիտվում եւ պետք չի այսպես կենտրոնանալ նրա վրա, որ մենք չունենք արգանդ, քանի որ հիմա բավականին մեծ են հնարավորությունները տարբեր արհեստական բեղմնավորման եւ մնացած դուք ավելի լավ այդ ամեն ինչը կներկայացնեք եւ լիարժեքությունը նաեւ կյանքի որակն է ապահովում տվյալ դեպքում։ Նույնը նաեւ վերաբերում է Տերների համախտանիշի դեպքում, երբ իրենք լսում են 45X0, այսպես եւ մայրիկներն են խոճապի մատնվում եւ երեխաները եւ իմ համար օրինակ շատ կարեւոր եմ համարում, որ կապ չունի զբաղվածությունը մասնագետի, որ բավականին երկար այսպես զրույց անցկացվի առանձին եւ մայրիկի հետ, այնուհետեւ երեխայի, այնուհետեւ երեխա մայրիկ արդեն եռակողմ զրույց անցկացվի եւ երեխան տեսնի, որ մայրը գիտակից է, հասկանում է ամբողջ էությամբ խնդրի էությունը եւ կարողանում է ճիշտ բացատրել երեխային, թե ինչպիսի միջոցներ, ինչպիսի դեղորայքային բուժում պետք է իրականացվի հետագայում կանխելով մի շարք խնդիրների առաջացումը։ Դաշտանային ցիկլը բոլորը պատկերացնում են, որ դա միայն արյունն է իրենից ներկայացնում եւ հետագայում բերում է մանկածնման ֆունկցիայի իրականացման, բայց պետք է գիտակցեն նաեւ հենց ծնողները իրենք պետք է գիտակցեն, որ դրանով կալցիումի փոխանակությունն է մեր օրգանիզմում իրականացվում, ոսկրային ճիշտ խտությունը եւ մի շարք խնդիրների առաջացումը հնարավոր է կանխել հենց ժամանակին ու ճիշտ բուժումներ իրականացնելով։ Տեսեք, շատ հետաքրքիր հարց։ Հեշտոցի վերականգնում։ Մենք լսեցինք կոնսերվատիվ մեթոդը, բայց գիտեմ, որ կա նաև վիրաբուժական։ Ինչպես է դա իրականացվում, ում է ցուցված եւ ինչու։ Նորից ամենակարևոր հարցերից մեկը տվեցիք, այո, հեշտոցը հնարավոր է վերականգնել նաև վիրահատական ճանապարհով, բարակաղուց ստեղծում է արհեստական հեշտոց, հատուկ մշակումների պայմաններում եւ մինչեւ հեշտոց ստեղծել էլի որոշակի պետք է կոնսերվատիվ վարել, որպեսզի համապատասխան տեղ, այսպես ասած, իրականացվի այդ միջամտությունը։ Ցուցված է այն մարդկանց, ովքեր ունեն լիարժեք գործող արգան, բայց չունեն հեշտոց, այս պարագայում պարտադիր դա պետք է իրականացվի։ Արդյունքում հնարավոր է նաև հետագայում մանկածնման ֆունկցիա տվյալ անհատը հենց ինքը հնարավորություն ունենա եւ հղիանալու բնական ճանապարհով կամ արհեստական, բայց արդեն ինքը կրի իր երեխային, այլ ոչ թե սուրոգատ մայրիկի, փոխնակ մայրիկի միջոցով։ Արհեստական հեշտոց ստեղծվում է նաեւ մի շարք այլ պարագաներում, օրինակ տարբեր խնդիրների դեպքում, երբ որ առաջանում են կպումային պրոցեսներ կամ հեշտոցը տարբեր խնդիրների բախվելով, այսպես հնարավոր է որևէ հատվածի փակված վիճակ լինել, տարբեր ատրեզիաներ կամ ագենեզիաներ, այս պարագայում եւս իրականացում է հեշտոցի տվյալ բացակայող հատվածի վիրահատական ճանապարհով վերականգնում, ասեմ, որ աստղաբժշկական կենտրոնում այդ բոլորը իրականացվում է, այնպես որ բուժառուները կարող են դիմել, կարող են տեղեկացված լինել։ Հիմա իմ կարծիքով մեծ է համացանցի նշանակությունը մարդու կյանքում եւ քիչ առաջ որ խոսում էինք, մարդիկ տեղեկացված չեն կարդում, ի ուրախություն մեզ մեր ավելի երիտասարդ սերունդը հաճախ է, այսպես ասած, տարբեր նյութեր կարդում, միջև ինձ մոտ գալը որոշակի հետազոտություններ արդեն անցած, գալիս են որոշակի տեղեկացված, այստեղ մենակ մի հատ հավելում կուզեմ ասել, որ երբեմն էլ այնքան շատ են կարդում սխալ ինֆորմացիա, որ դա էլ է
խնդիր դառնում, արդեն բժիշկը չի կարողանում ճիշտ ձևով ներկայացնել, թե որն է ճիշտը, որը սխալը։ Իրեն գալիս Չափի են։ մեջ։ Ամեն ինչի չափի մեջ։ Իհարկե չափի մեջ է գեղեցիկ, բայց մեկ-մեկ գալիս են արդեն այնպես այս կարդացի, այսպես արեցի, գիտեմ, որ այսպես է, այնպես է, շատ լավ է, որ իրենք կարդում են, բայց նաև կարելի է ճիշտ ձևով կոմպլեկտավորել այդ ամեն ինչը կամ բնականաբար նաև մարդկանց մտածելակերպը եւ մարդկանց բնավորություններն են տարբեր, ամեն մեկը տարբեր ձև է նույն կարդացած ընկալում, մանավանդ չբժիշկ լինելով հանդերձ, չէ՞, բժշկական կրթությունը ուրիշ բան է ապահովում, իսկ եթե չունեն բժշկական կրթություն, արդեն ամեն ինչ մի քիչ ուրիշ պրոֆիլով են կարդում ու հասկանում, ոնց որ ամեն մեկին ձեռք է տալիս, այսպես ասած, ոստի թող լինեն տեղեկացված, հիմա բավականին շատ լավ գրագետ ու այսպես ինֆորմատիվ հարթակներ կան, որոնք որ իրենց միայն կօգնեն, այլ ոչ թե կվնասեն եւ դրա միջոցով արդեն հնարավորություն կունենան նաև ճիշտ ու գրագետ պատկերացում կազմել իրանց հիվանդության մասին ու նաև այդ հիվանդության լիարժեք ճիշտ մասնագետի դիմեն։ Երբեմն էլ այնքան են կարդում, որ գալիս են իրենք են առաջարկում անտիբիոտիկ նշանակեք, հորմոնները այսպեսին անենք, այնպես այս պարագայում էլ կուզենամ, որ ամեն դեպքում բժիշկը ունի ճիշտ բժշկական կրթություն եւ պետք է վստահել հավատալ բուժմանը, որ արդյունք ունենան, չվստահելով երբևէ արդյունք չեն ունենա։ Ճիշտ է, ես մի բուժառ ունեմ, որ ասում է ես կարդացել եմ սա, ուղարկում հենց իմ GPT-ին, ու ցույց է տալիս, անգամ դա Նինան միշտ մեր սաղմերի ստացած նկարները ցույց է տալիս, ու մեր մոտ GPT-ն նույնն է ասում, ինչ որ ես եմ ասում։ Այն բուժառը ուղարկում է, ասում է իմ սաղմի որակը այսպեսին, ասում եմ նկարն ենք ուղարկել, բան չենք ասել, ցույց է տալիս, որ ChatGPT-ն ասել է, որ իմ մոտ է սաղմի որակն է։ Երբեմն իրականում օգնում էլ է, բայց երբեմն շատ խառնում էլ է, որովհետև ասում է ինձ պետք է իմ բուժման մեջ, որպեսզի դուք անեք սա, ես արել եմ սա, ստաս նայեմ ասում լավ, բա ես ձեր ինչին եմ պետք ինչ եկել։ Այո, ճիշտ է։ Դա էլ է հետաքրքիր էմոցիաները միշտ առաջացնում։ Ու չգիտեմ, հիմա ինձ շատ հետաքրքիր է, հա, ստատիստիկան, ես նկատում եմ, օրինակ վերջերս ինձ բուժառու էր դիմել 17 տարեկան, որը IMH-ը շատ ցածր էր, ինքը պլանավորում էր 18 տարին լրանալու պես, միանգամից ամուսնանալ, բայց ուներ ցիկլի խանգարումներ եւ այլն։ Ճիշտ ասած, ասացի եկեք ուզին անելու ժամանակ, իհարկե աբդոմինալ, ես հասկացա, որ ձվարանները շատ փոքր են, չնայած որ լավ չէին վիզուալիզացվում։ Ուղարկեցի IMH հանձնեց ու 0.3 էր ընդամենը։ Իսկ ցիկլը ինչպես էր։ Անկանոն, ասում էր, մեկ լինում է, մեկ չլինում, 6 ամիսը մեկ տարին մեկ արդեն, բայց ամուսնանալուց առաջ էր այդ հարցը իրան հուզել եւ մայրիկի հետ եկել էր։ Մայրիկի մորաքրոջը թե նաեւ ես ճիշտ ասած նայեցի եւ շատ զարմացա, բայց այդ պահին իմ մեջ հարց առաջացավ, քանի որ օրինակ մենք զբաղվում ենք հիմնականում մեծահասակներով, այսինքն 18 տարեկանից բարձր, ես իրան իրականում չէի կարող վերցնել պրոտոկոլի մեջ։ Հայաստանում ինչ որ տեղ կա, որ կարան զբաղվեն դեռահասների, չգիտեմ, արդեն 18 տարի չլրացած անձանց եւ ձվաբջիջ սառեցնեն։ Ես ունեցել եմ պացիենտներ, ովքեր ունեցել են ցածր ձվարանային ռեզերվ եւ ինքս եմ խորհուրդ տվել ձվաբջիջների սառեցում իրականացնել, բայց անկեղծ հետագան էլ չգիտեմ, որովհետեւ պացիենտների հետ կարելի ասել կապը կորել է։ Հիմնականում իրենք գնացել են կամ Մոսկվա, կամ Սանկտ Պետերբուրգ, կամ առհասարակ այլ եվրոպական կամ ամերիկյան երկրներ ու այնտեղ են փորձել դա իրականացնել։ Ունեցել եմ մի պացիենտ, ով ուներ արգանդի բացակայություն, ռոկիտասկի կյուսնարմայրերը եւ մայրը շատ այսպես տրամադրված, այսպես ուզում էր անպայման արգանդի փոխպատվաստում իրականացնել, բայց այնուհետև իմացա, որ դեռ այս этаպում չեն արել եւ ամբողջ աշխարհում իրականացում են նաև արգանդի փոխպատվաստում եւ ձվաների, ձվաբջիջների ռեզերվի պահպանում սառեցման տեսքով, եթե մինչեւ այսպես է, պրոտոկոլով այսպեսին է, եթե ունենք սեռական հասունացում լիարժեք, այս դեպքում հնարավոր է ձվաբջիջները սառեցնել, իսկ եթե սեռական հասունացումը չի սկսվել կամ ընթացքի մեջ է, այս դեպքում ձվարանային հյուսվածքն ենք սառեցնում, այլ ոչ թե առանձին ձվաբջիջները, իսկ արգանդի փոխպատվաստում իրականացվում է բոլոր այն պացիենտներին, ովքեր ունեն 45X0 կարիոտիպ կամ ունեն 46XX, բայց չունեն ինչ-ինչ պատճառներով լիարժեք չի ձևավորվել արգանդը, նման պարագայում իրականացվում է աշխարհի մակարդակով, բայց ելի որոշակի երկրներում եւ խիստ հսկողության ներքո մշտապես իրենք ստանում են իմունոսուպրեսիվ բուժում եւ սովորաբար ծննդաբերությունը հետո իրականացում է կեսարյան հատումով եւ արգանդի հեռացումով, որպեսզի այո, անմիջապես հեռացվում է արգանդը եւ այս պարագայում պետք է հաշվի առնել բոլոր ռիսկերը, դրական
դրական ու բացասական էֆեկտները ու այնուհետև նոր որոշել։ Ես իհարկե չեմ կարող մայրիկին կամ ծնողին ասել, որ բացարձակ իմաստ չունի արգանդի փոխպատվաստում իրականացնել կամ բան, որովհետև դա միանշանակ ընտանիքի որոշումն է, բայց ինքը բավականին եւ ֆինանսապես է ծախսատար եւ նաեւ դեղորայքային բավականին լուրջ բուժումներ են ստանում եւ չեմ կարող ասել Հայաստանում քանի Եթե կա ալտերնատիվ տարբերակ, փոխնակ մայրուց։ Ես այդ քայլին չգիտեմ դեմ կլինեի, որովհետեւ այդքան դեղորայքներ ստանալ, հա, ու հետո չգիտես արդյունքի կհասնես թե չէ, եթե դա մանկածնման ֆունկցիայի հետ է կապված, ես չէի տանջի, ուղղակի փոխնակ մայրիկին դիմենք։ Ուզում եմ մի քիչ ամփոփիչ ասել, մանկական գինեկոլոգիան շատ կարևոր եւ մեծ նշանակություն ունի ընդհանրապես, որովհետեւ ես կարծում եմ, որ հենց վաղ տարիքից է պետք է ուշադրություն դարձնեն մայրիկները իրենց աղջիկներին, դա ամոթ չի դիմել բժշկին, այո, որովհետեւ շատ խնդիրներ անգամ վերարտադրողական բնույթի հենց դեռահասության ժամանակ կարելի էր բացահայտել, չհասցնել այն փուլի, որ հետո հետադարձ քայլեր չլինեն, որովհետև ես ունեմ բուժառուներ, ովքեր որ ցածր ձվարանային պաշար ունեն կամ ընդհանրապես, այսինքն անտրալ ֆոլիկուլների քանակ անգամ չկա, ու ցավոք սրտի դու միայն կարողանում ես դոնորական ծրագրեր առաջարկել, այնինչ եթե ժամանակին ցիկլի խանգարումներին ուշադրություն դարձնեին, թերևս մայրիկները կամ մայրիկ աղջիկ կապը լիներ այնպիսին, որպեսզի չլիներ այդ բարիերը ու այդ խնդիրը չառաջանար, ես իրականում շատ ցավում եմ։ Ամեն մի բուժառուի հետ դու այդ էմոցիաները ապրում ես, որովհետև շատ դժվար է հայտնել այդ լուրը, եւ մի հատ խնդրանք ունեմ բոլոր մայրիկներին, ուշադրիր եղեք ձեր աղջիկ երեխաների նկատմամբ, ունենք շատ լավ մասնագետ, ում որ կարելի է դիմել եւ վաղաժամ բացահայտել խնդիրը, ճիշտ ուղղությամբ գնալ։ Մենք էլ եւս մեկ գաղափար եղավ, որ հասկանալ երևի հենց առողջապահության նախարարության հետ կապված էլ, հա, ինչպես կարելի անել, որպեսզի այն աղջիկները, ովքեր որ դեռ չափահաս չեն, հնարավորություն ունենան, հա, այսինքն ձվաբուժիչների սառեցնել, որովհետև հնարավոր է անգամ մի ամիսը, 2 ամիսը, 3 ամիսը նրանց համար նշանակություն ունենա, եւ դա չլինի արտասահմանում, այլ լինի Հայաստանի Հանրապետությունում։ Որտեղ վերջում մենք կարող ենք դա իրականացնել։ Իհարկե։ Այո, իրականում ես Լիանա Ռաֆիկովնային շատ եմ սիրում։ Մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց։ Ես երևի 16-17 տարեկան էի, որ ճանաչեցի ու կարելի ասել մենք իրար հետ ճանապարհ անցանք, մեծացանք, հա։ Շատ վստահում եմ, ոչ միայն որպես բժիշկ, այլ նաև, այսինքն ավակ մենք ճիշտ է մանկաբարձ գինեկոլոգներն ենք, բայց մեր ուղղվածությունը տարբեր է, դեպի վերարտադրողական, դուք դեպի մանկական գինեկոլոգիա, բայց մեր փոխադարձ հարգանքը, համարժեք վստահությունը ոչինչով չեմ կարող փոխել։ Դրա համար որպես մասնագետ միանշանակ եթե դիմելուց բոլորին ասում եմ, որ ճիշտ է դիմել Լիանա Ռաֆիկովնային։ Ձեր ճանապարհին հաջողություն եմ մաղթում ու ուրախ եմ, որ դուք օգնում եք շատ երեխաների, հա, աղջիկ երեխաների դեպի ճիշտ ճանապարհ գնալ եւ այնպիսի բժշկական օգնություն եք ցուցաբերում, որը որ շատ կարեւոր է։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, այս սիրուն զրույցի համար, կարծում եմ այսպիսի զրույցները պետք է շատ լինեն առհասարակ, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն։ Սա եւ դեռահասի համար է շատ կարեւոր եւ նաեւ ծնողների համար եւ այս բոլորով մենք օգնում ենք որոշակի մեր հանրությանը, որպեսզի իրենք գիտակից լինեն, տեղեկացված լինեն եւ եւս մեկ անգամ մտածեն իրենք ինչպիսի ընտանիք են ստեղծել, ինչպիսի կապեր կան ծնող երեխա փոխհարաբերություններում եւ այլ ավելի քնքշանք ու սեր տրամադրեն իրենց երեխաներին, որովհետեւ բոլորն էլ այնպիսի ծնող կարծում չկա, որ չսիրի իր երեխային, ուղղակի պետք է այդ սերը հատկապես ներկայիս ժամանակներում շատ, այսպես ասած, լուսաբանի, շատ ցույց տա, որովհետեւ իրենք էլ մեր կյանքի կարևորագույն մասնիկներն են ու մեր վաղվա ապագան են ու իրենց առողջությունը հենց կախված է ծնողներից, այնպես որ թող լինեն ուշադիր, զգոն լինեն, հետևեն ամեն փոքրիկ մանրուքի, չնեղվեն եւս մեկ անգամ այցելելով մասնագետի, ցանկացած կապ չունի մանկական գինեկոլոգիա, մանկական նյարդաբանություն, մանկական սրտաբանություն, ցանկացած մասնագետի առաջին իսկ գանգատի դեպքում այցելեն ու վստահ լինեն, որ լավագույն բուժումը դա ժամանակին ախտորոշումն է եւ ճիշտ ու գրագետ բուժում ստանալն է։ Այնպես որ շատ շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ։